կատարում, այս չի կասկածում մեր խոսքի վրա, ասել ենք կա, պատրաստ ենք գործընթացի, այդ թվում նաև այն տեխնացիով, որով իրենք առաջադրել են։ Բայց բան Սաղաթյան, որն է խնդիրը, որ հիմա չեք ստորագրում, լավ, չի մուտք կարվում, հիմա պակաս է երկու ստորագրություն, ինչն է խանգարում։ Նայեք, ուզում եմ հասկանամ, մեզ պետք է այսինքն process-ը երբ ենք սկսում։ Դուք օրինակ գիտեք երբ ենք սկսում այդ process-ը։ Եղել է process-ի մասին հայտարարություն, որը մենք ողջունում ենք, այդ թվում նաև ողջունում ենք, որ դա սկսել ենք։ Ինչն է խանգարում, ինչու է ձեզ համար սկզբունքային, որ դուք հենց հիմա չեք ստորագրում, այլ սպասում եք այդ պայքարը լինի։ Ես ասում եմ, որ հենց հիմա ստորագրելով, այսինքն ստորագրել ենք, բայց ինչ-որ մի ձևաթղթի վրա անորոշություն կա։ Ներկայացրել է ծրագիրը, ներկայացրել է ծրագիրը, մենք տվել ենք հարցեր, գիտեք, այս հարաբերությունները մենք շատ ազատ, sense մի քիչ շատ պաշտոնական բանակցություններ, երկու խմբակցությունների մեջ։ Մենք 5 տարի է բանակցում ենք, խոսում ենք, մենք մամուլի միջոցով իրար հետ չենք շփվել, մենք միասին տասնյակ process-ներ ենք, որը նորից եմ կրկնում, պարոն Հայկ Մամիջանյանը արեց, նաև որ իմ համար եւս հետաքրքիր էր, որ process-ը նույնիսկ եթե 36-ը ունենանք, հիմա ճիշտ չի որ խորհրդարան մտնեն։ Սա էլ է հետաքրքիր տարբերակ, սա ենթադրում է, որ ոչ թե պետքա կենտրոնանալ Հայաստան խմբակցության վրա եւ փորձել հարցալուղությամբ տանել, խնդիրը ուրիշ տեղ է, պետքա ջանքերը կենտրոնացնել եւ իրոք փորձել համապատասխան ստորագրությունները ունենալ, որ այս գործընթացը տանել առաջ։ Եթե բոլորի հասկացողությունը սա է, մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ քայլել։ Եթե հասկացողությունը կլինի այլ ու սլակները կողեն այլտեղ, մենք էլ ըստ այդմ կարձագանք ենք։ Պարոն Սաղաթելյան, սլակները ոչ միտեղ չտանելով, նայեք, կարծես թե կա կոնսենսուս, բայց դրան զուգահեռ նաև չկա կոնսենսուս, որովհետև հանրապետական կուսակցությունը ասում եմ ստորագրությունները տանք, զուգահեռաբար սկսվի փողոցային պայքարը։ Դուք ասում եք սկսվի փողոցային պայքար, հետո մուտք անեք ստորագրությունը։ Այդ դեպքում այս ճակերտավոր ասված բանակցությունները ինչի համար էին, ինչ Տեսեք, մի շարք հարցերի մասին մենք խոսել ենք։ Օրինակ առաջին հարցը փորձել ենք հասկանալ, եթե երկու ստորագրությունը կա, թե չկա։ Երկրորդը ժամկետների հետ կապված, ասեցի, հարցրել ենք, պատասխաններ ստացել ենք։ Երրորդը ծրագիրը, այսինքն անտրամաբանականը նա կլիներ, որ մենք այդ հարցերը մեր գործընկերներին չուղենք, այսինքն 28 պատգամավոր ամենամեծ խմբակցությունը մտնում է մի, այսինքն գործընթացի քննարկման մեջ, բայց հարցերի պատասխանը չիմանանք։ Հիմա ասեցի, այդ հարցերը տվել ենք եւ պատասխանները ստացել ենք։ Այդ ձևակերպումից, Ես չասեցի գոհացրել կամ չէ, ես ասեցի մեր տեսակետը որն է, ներկայացրեցի իրենց տեսակետը որն է։ Մենք փողոց, գործընթաց, դրանք շատ փոխկապակցված աշխատանք է։ Այս պահին այստեղ ունենք անհամաձայնություն իմիջիայլոց։ Մեր գնահատմամբ կա impeachment սկսելու գործընթացի նախաձեռնության մասին հայտարարություն, դա գործընթացի կվերածվի այն ժամանակ, երբ որ կլինի համապատասխան ստորագրությունների ուղղությամբ հստակ աշխատանք, առնվազն 2 ստորագրություն եւ փողոցային պայքար։ Այս պահին Ռոբերտ Քոչարյանը իր այս վերջին հարցազրույցում ասել էր, որ պրագմատիկ մարդ է եւ չի մտնի գործընթացի մեջ, որը տանում է, որ ունի 0 հավանականություն իրականացվելու ակնհայտ նախ տեսեք, կա իրավիճակի փոփոխություն, բայց ինչ որ ասում եմ, դա ամբողջ խմբակցության, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանի կարծիքն է։ Իսկ իրենք ինչպես արձագանքեցին, չասացին շատ լավ, օրինակ։ Իրենք կարևորեցին, որ լավ կլինի այս պահին մի բլանկի վրա ունենանք 34-ը, մենք բացատրեցինք մեր գործընկերներին, շատ նորմալ խոսել ենք ամուսների հետ, տարածքներում ուժեղացնում ենք մեր կազմակերպությունները, շատ հստակ այդ մասին հայտարարել ենք։ Այո, մենք պատրաստվում ենք ամեն գնով այս իշխանությունը, գիտեմ, դուք անդադ ուզում եք ինչ-որ գնահատական տակ, ես ասում եմ նկարագրենք, ինչով ավարտվեցին ձեր բանակցությունները։ Ինչով ավարտվեցին Վերջը եղել է նորից սկզբից կրկնում։ Ինչով ավարտվեցին ձեր բանակցությունները։
ինչ որ փողոցային պայքարին ռեսուրս կա, մարդկանց տրամադրություն կա, բայց այդտեղ կան նաև բազմաթիվ հարցեր, որոնք պետք է ունենան իրենց ամբողջական պատասխանը։ Ես չեմ կարծում, որ այս հանդիպումով ամեն ինչ ավարտվել է, դեռ կշարունակվի process-ը։ Դուք ասում եք ձեր գործընկերներին դիմեք այդ հարցը, բայց դուք քիչ առաջ նաև նշեցիք, որ բանակցությունների մասով եւ տարվող process-ի բոլոր փուլերում դուք ձեր աջակցությունն եք ցուցաբերելու, դուք անմասն չեք մնալու եւ նաև այդ երկու ստորագրությունների մասով Հայաստան դաշինքը բանակցություններ սկսելու է քաղաքացիական պայմանագիր Գիտեք, process-ը ունի քաղաքական պատասխանատվություն ստանձնած քաղաքական ուժ։ Դա ենթադրում է, որ լոկոմոտիվը այդ ուժն է։ Մենք ծրագրի մասին խոսել ենք, բայց շատ դետալների մեջ չենք մտել, ես ասում եմ, բաց բավականին հարցեր կան։ Ժամկետների, քայլերի կողմից կամ եթե ավելի, այսպես ասած, ամբողջացնենք եկեղեցու ձայնը լսելու, եկեղեցու կոչով։ Ես չեմ ուզի այս process-ը կապել եկեղեցու պաշտպանության process-ի հետ, որովհետև սրանք տարբեր բաներ են եւ տարբեր հարթություններ են, ու սա պետք չի լրիվ ուրիշ process է եկեղեցու վրա հարձակումը, լրիվ ուրիշ խնդիր է դրված եւ այս process-ները պետք չի նույնացնել։ Բայց նախորդ տարի նույն այդ վստահությունը, կոնսենսուս համախմբվածությունը կար, կարծես թե Բագրատ Սրբազանի ակցիայի ժամանակ, բայց էլի ինչ որ դրական տեղ։ Իսկ պետքա դուրս գան գործընթացը սկսելու համար այդ անտեր ստորագրությունները պետք են։ Պետքա կենտրոնանալ դրա վրա։ Հայաստան խմբակցությունը ասում է դա կա։ Կենտրոնացեք ուրիշի վրա։ Ընտրություններ լինեն արդեն հերթական։ Կախան մի տարի հետո դա լինի եւ ընտրություններ տեղի ունենան։ Եղեք այդ հարցին ստալու։ Դե դուք եք որտեղ կողմերից մեկը։ Պատասխանեցի ձեր հարցին։ Պարոն Սաղաթյան, Նարեկ Մալյանը գրառում էր կատարել Նարեկ Մալյանն, ասելով, որ Սերյան Օհանյանի հայտարարությունը, որ հանդիպում կունենաք պատիվ ունեմ իդ իմպիչմենտի թեմայով, սուտ է, պատրաստ չեք, հանդիպում չի եղել, չի է լինելու, սա ինչպես կմեկնաբանեք։ Ձեր համար շատ հստակ լինի, Նարեկ Մալյանը մեր խոսակիցը չի այս հարցերով։ Եթե մենք ունենք այս օրակարգով հարց քննարկելու, դա քննարկելու ենք Հանրապետական կուսակցության հետ, եթե ես խոսելիք ունեմ այս թեմայով, խոսելու եմ Սերժ Սարգսյանի, Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ պատիվ ունեմ խմբակցության հետ։ Հետեւաբար Նարեկ Մալյանը մեր խոսակիցը չի, ու ինքը պետք է աշխատի այս process-ին շատ չխանգարի, եթե սրտացավ այդ հարցը։ Շնորհակալ եմ։